Բարև սիրելի հայրենակիցներ, մենք այսօր շարունակում ենք զրուցել Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ մեր արդեն հայտնի արևելագետ Ապրեզ Զոհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զոհրաբյան, շնորհակալություն նրա վերընդունելու համար։ Ինչպես գիտեք, մենք սովորաբար պարոն Զոհրաբյանի հետ զրուցում ենք քրդերի վերաբերյալ, բայց քանի որ վերջին երկու շաբաթվա զարգացումները տեղի ունենում Իրանի եւ Իսրայելի միջև, պարոն Զոհրաբյանի հետ որպես արևելագետի ավելի մասնագիտացված կզրուցենք այդ պատերազմի մասին եւ պարոն Զոհրաբյան, առաջին հարցը ուզում եմ այսպես ձևակերպել, այս պատերազմը անխուսափելի էր։ Եթե հիշեմ իմ պատմության դպրոցական պատմության դասագրքի տեսակետները պատերազմի անխուսափելիության կամ խուսափելիության մասին, ես հիշում եմ այդպիսի առաջին համաշխարհային պատերազմի մասին այսպիսի տեսանկյուն կար, արդյոք պատերազմ կլիներ, եթե պրինցիպը չսպաներ Ֆրանց Ֆերդինանդին, եւ մեր պատմության ուսուցիչները սովորեցնում էին, որ չէ, կար պատճառ, դա պարզապես առիթ էր, պատճառը պատերազմի այդպես սկսվելու դա այն էր, որ վերջի տասնամյակներին կամ վերջի տարիներին, այսինքն ստեղծվում է նոր աշխարհակարգի հիմքերը, փորվում է նոր աշխարհակարգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը շատ հստակ էր, կար երկու բևեռ, Խորհրդային Միություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Խորհրդային Միության անկումից հետո փաստորեն աշխարհը դարձավ միաբևեռ, միանշանակ գերիշխող ուժը Ամերիկան էր, սակայն process-ներ կան, որ վերջի տարիներին ընթացող, որ աշխարհը ոչ թե հիմա գնում է դեպի միաբևեռ, այլ գնում է բազմակենտրոն, հա, հայտում են այսպես ռեգիոնալ տերություններ կամ կենտրոններ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան եւ այլն, Իրան իրեն է կարող են դիտարկել որպես կենտրոններից մեկը, եւ այս նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում կարծեք թե պատերազմը անխուսափելի էր։ Ու տեսականորեն կարելի էր եւ խուսափել պատերազմից, բայց փորձը ցույց է տալի, որ նոր աշխարհակարգը ուղեկցվում է հին աշխարհակարգի քանդման գործընթացներով, որոնցից մեկը կարելի է համարել նաեւ պատերազմական դրսևորումները։ Ստացվում է, որ այն ինչ որ տեղի ունեցավ, դա օրինաչափություն էր։ Հա, ներկա աշխարհակարգի պայմաններում դա կարելի է համարել օրինաչափություն։ Ինչպես կողմերը մոտեցան այդ պատերազմին, որ կողմերը ավելի պատրաստ նրան։ Կարծում եմ երկու կողմերն էլ վերջին հաշվով վերջի տասնամյակների ընթացքում պատրաստվում էին պատերազմի կամ իրար հետ նույնիսկ ոչ հայտարարված պատերազմի մեջ էին։ Իսրայելը Իրանի ներսում հարվածում էր նրա այդպես միջուկային մասնագետների, գիտնականների, ավելի ուշ նաև եղավ Ղասիմ Սուլեյմանիի սպանությունը, իսկ Իրանը մոտենում էր կամ շրջափակում էր Իսրայելը իր պրոքսիների միջոցով, գիտենք Հեզբոլլահ, Սիրիայում իր այդ մասնաճյուղերով, այսինքն սակայն այդ պրոքսիների, այսպես ասած, չեզոքացումից հետո արդեն կողմերը բավական մոտեցել էին միմյանց հարվածելուն, տնամիջական հարվածներ հասնելու։ Մենք հիշում ենք անցյալ տարի եղավ այդպիսի մինի պատերազմ, երբ որ հրթիռներ արձակվեցին իրար ուղղությամբ, սպասել էր, որ դա տեղի կունենա, այսինքն գիտեք ինչպես էր սպասելի, ոնց որ երկնքում ամպեր են կուտակվում, այդ դեպքում սպասելի է կայծակ, սա կայծակ չէր անամպ երկնքում, պարզապես կարող է հաճախ ամպերը կարող են ցրվել նաև քամիների ազդեցության տակ, բայց դա տեղի չունեցավ։ Իսկ կոնկրետ հունիսի 13-ի արդեն գործողությունը կարծում եմ իրանցիների համար անսպասելի էր, որովհետև իրանք մտել էին բանակցությունների մեջ եւ այն պատրանք ունեին, որ այնուամենայնիվ գործընթացը ընթանում է բանակցությունների ուղիով
եւ այդ առաջի հարվածը ամեն դեպքում կարծում իրենց համար անսպասելի էր։ Բայց չէ որ ինչպես դուք ասացիք, Իսրայելը անցած տարվանից սկսել էր իր ճանապարհը մաքրելով, նախապատրաստական աշխատանքներ արվեցին, Սիրիայում իշխանություն փոխվեց, եւ Իսրայել ոչնչացնում էր բոլոր հնարավոր հոպերը, որ կարող են խանգարել իր ինքնաթիռների համար, բայց այնուամենայնիվ Իրանը հավատում էր այդ բանակցություններին։ Ինքը թե հավատում էր, թե չէր հավատում, ուղղակի անսպասելի էր օրը, ժամը հարձակման։ Այլապես վերջին հաշվով իր նախապատրաստությունների մեջ անշուշտ կար այն տարբերակը, որ պետքա Իսրայելը հարվածի։ Ներկա դրությամբ հաստատված է զինադադար, չգիտենք դա կլինի երկարատև խաղաղություն, թե չէ ցույց կտա կյանքը, բայց այս երկու շաբաթվա գործողությունները, պատերազմը ինչ արդյունքների հանգեցրեցին թե Իսրայելի, թե Իրանի համար եւ ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Ներկա դրությամբ, եթե գնահատենք իրավիճակը։ Եթե փորձենք գնահատել արդյունքները ռազմական առումով կամ ընդհանրապես գնահատենք ով հաղթեց, ով պարտվեց, իհարկե տարբեր դիտանկյուններից տարբեր ձևերով կարելի է դատել, բայց կոնկրետ իմ կարծիքով այստեղ կարելի է ասել օգտագործելով ֆուտբոլային տերմինաբանությունը, կարելի է ասել կամ ոչ ոքի, կամ որոշ տեղերում կարող եմ ասել, որ ասենք 2-1 օգուտ Իրանի, այս ի վերջո այդպեսով ավարտվեց այս խաղափուլը, եթե դրան կարելի է խաղ ասել, որովհետև եթե տեսնում ենք, թե ինչ խնդիրներ էր ի սկզբանե դրել Իսրայելը, կարելի է ասել, որ այդ խնդիրներին նա չհասավ, չնայած Նաթանյանի ասում է, որ միջուկային ծրագիրը արդեն գոյություն չունի, բայց դա ամենևին էլ այդպես չի, բայց խնդիրները ինչ էր, ստեղծել ռազմաքաղաքական ղեկավարությանը գլխատելով ստեղծել բանակում եւ հասարակության մեջ կառավարման կոլապս, բարձրացնել սեպարատիստական շարժումներ եւ ներքին դժգոհություններ ու հասնել իշխանափոխության, որի դեպքում արդեն էլ խնդիր չէր մնի, բայց այդ ամեն ինչը տեղի չունեցավ, հենց 8 ժամ հետո Իրանը հասցրեց պատասխան հարվածներ, չնայած ռազմաքաղաքական ղեկավարությունը գլխատվել էր ինչ-որ առումով, բայց կարծում եմ, որ ինքը ուներ համակարգ։ Որոշ մասնագետներ ասում են, որ Իրանի հետ ռազմաքաղաքական ղեկավարությունը ոնց որ 10 շերտանի համակարգ։ Գիտեն, թե զոհվելուց հետո ով պետքա դառնա հաջորդ հրամանատարը, այսինքն այդ քաոսը ստեղծել չհաջողվեց։ Հնարավոր էր, որ նա կարող էր ավելի շուտ հարվածել Իրանը, ոչ թե 8 ժամ հետո, բայց պարսկական այդպես ասացված կա, ասում է աջալե քարե շեյթանաստ, կամ եթե թարգմանենք շտապողականությունը սատանայից է։ Ինքը մի քիչ էլ նույնիսկ ոտը կախկցեց, հետո հարվածեց։ Կարելի է դրական գնահատել, այսինքն այդ Իրանի ռազմական ուժերի հակազդեցությունը դրական են իմաստով, որ արդյունավետ էր, ի վերջո նրան հաջողվեց խոցել այն տարածքները, որոնք միֆեր կային, որ դրանք անխոցելի են։ Պարոն Զոհրաբյան, բայց Արևմուտքը իդեմս նույն ԱՄՆ-ի Տրամպի շուրթերով ասում է, որ Իրանի միջուկային ծրագիրը գոնե մի քանի ամսով, քանի տարիներով, եթե ոչ հետաձգվել է, եթե ոչ ամբողջովին ոչնչացվել է։ Միջուկային ծրագիր ասելով տարբեր բան պետք է հասկանալ, այն ինչ որ ամերիկացիք նկատի ունեն, այն ինչ որ իրանցիները։ Ամերիկացիք նկատի ունեն միջուկային զենքի ստեղծումը, իրանցիները ասում են մեր մտքում միջուկային զենք չկա է ստեղծելու, քանի որ դա հակասում է իրենց պատկերացմամբ իսլամի օրենքներին եւ հատուկ այդ առիթով նաեւ հոգեվոր առաջնորդի կողմից համապատասխան հրամանագիր կամ ֆեթվա կա, որ իսլամական ատոմային զենքը կիրառելի չէ, որտեղ դրա կիրառման արդյունքում մահանում են նաև անմեղ մարդիկ, որը իրենց համար անընդունելի է։
Բայց պարոն Զոհրաբյան, եթե այդպես է, ապա ինչու ըստ որոշ փորձագետների Իրանը հարստացրել է ուրանիումը մինչև 60%, եթե նույն խաղաղ նպատակների համար բավական է 5% հարստացնել ուրանիումը։ Մի քիչ կդժվարանամ պատասխանել, որովհետև ամբողջությամբ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, քանի տոկոսը հարստացրել կամ ինչ տակտիկա է ինքը հետամուտ լինում դրանով հարստացնելով 60%, իսկապես այդ հարցին չեմ տիրապետում։ Իսկ գանք Մերձավոր Արևելքին այս ամենը ինչպես կազդի տարածաշրջանի եւ նաեւ մեր տարածաշրջանի, ինչ process-ներ կարող են հետագայում ընթանալ։ Պետք է հաշվի առնել, որ դեռ ոնց որ ամեն ինչ ընթացքի մեջ է, դեռ առաջի փուլն է ավարտվել, ինքը շարունակականություն կարող է ունենալ, իսկ ինչպեսին կլինի այդ շարունակականությունը իրոք դժվար է ասել։ Իմ կարծիքով ամեն դեպքում Իրանի դիրքերը չթուլացան եւ մեր համար դա վատ չի, որովհետեւ Իրանի թուլացման արդյունքում հայտնի է, որ ուժերը կուժեղանային այստեղ, մասնավորապես պանթուրքական ձգտումներով Ադրբեջանը եւ Թուրքիան, կարծում իրենք նաեւ սպասում էին, որ Իրանի անկում պետքա տեղ ունենա եւ վերջի այդ զորավարժությունները ուղղված էին նրան, որ հնարավորության դեպքում նրանք կարողանան նաեւ մուտք գործել Իրանի տարածքի ատրպատական եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանի տարածք։ Մեծ վտանգ կար, բազմաթիվ անգամ շեշտում են, որ եթե միջուկային այդ պահեստները պարունակող բաները վնասվեն եւ կարող է թունավորում տեղ ունենա նաեւ հարավային Կովկասում եւ Հայաստանի տարածքում, բայց փառք Աստծո այդ ամեն ինչ տեղի չունեցավ, բայց 5 րոպե պակաս էր, այսպես ասած, լուրջ նման վտանգներ զգում ենք եւ մարդես որտեղ շատ ճշգրիտ գործողություններ արեցին, երբ որ այդ ամենը չվնասվեց։ Եվ ամեն ինչ մնաց վերահսկողության տակ։ Եթե այս մոլորակը միայն մարդկային բանականության վերահսկողության տակ լիներ, կարենք ասենք շատ մռայլ կարեր պատկերացնել այս մոլորակի ապագան, բայց շատ ամեն ինչի, որ զուտ մարդկային տրամաբանությանն է տրվում, կա նաև ոնց որ աստվածային նախախնամություն, հնարավոր է որ այդ գործնական այդ նախախնամության ձեռքի արդյունքով էր, որ տեղի ունեցան ավելի վտանգավոր զարգացումներ։ Այս այն իրավիճակը, որը հիմա ստեղծվել է, ստացվում է, որ կարելի է ասել, որ նույն Իրանը հիմա ավելի բարենպաստ կգտնվի նույն բանակցությունները ԱՄՆ-ում։ Կարող է այս ամենը թուլացնել բանակցային գործընթացում Իրանի դիրքերը։ Թուլացնել չէ, բայց իրանցիները բավական հմուտ են բանակցային արվեստում, որոշ դիտանկյուններով իրանք նաև բավական դժվար բանակցողներ են, բայց հմտություններ ունեն բանակցային արվեստի մեջ եւ մյուս կողմն էլ այս դեպքում Թրամփը կարծում եմ ինքն էլ է շահագրգիռ, որ հարցը գնա բանակցության, դա իր համբավի վրա ազդող, այսպես ասած, իր շուրջ ստեղծած խաղարարի համբավի վրա ազդող մի գործողություն կլինի, որին մեծ հաճույքով կգնա Թրամփը։ Ինքը ուզում էր այդ բալանսը պահել, մի կողմից ցույց տալ, որ այնք են համարձակ եւ ուժեղ մարդնա, տղամարդնա, որ նաեւ հարվածում է, բայց նաեւ պատրաստ է բանակցությունների։ Ինչ դասեր կարող ենք քաղել այդ զարգացումներից, նկատի ունեմ այդ հարվածները եւ հետագա այդ զինադադարը, Twitter այդ Թրամփի թվիթները եւ պոստերը սոցիալական հարթակներում։ Դասեր քաղելու առումով ինձ թվում ամենակարևոր դասերից մեկը դա այն պետքա լինի մեր պետության համար, որ մենք տեսանք, որ նոր մարտավարություն է կիրառվում պատերազմի մեջ, հիբրիդային պատերազմ, որտեղ ԱԹՍ-ները արձակվում են ոչ թե այլ երկրի տարածքից, այլ նաև նույնիսկ այդ նույն երկրի տարածքից, Իրանի վրա արձակված այդ առաջի այդ
սպանությունները ռազմաքաղաքական ղեկավարության տեղի ունեցել հենց Իրանի տարածքից արձակված ԱԹՍ-ների միջոցով։ Մենք տեսանք այդ տեսակ մարտավարության կիրառումը Ուկրաինայում եւ երկրորդը արդեն Ուկրաինայի կողմից Ռուսաստանում։ կներեք, Ռուսաստանում, Ուկրաինայի կողմից եւ երկրորդը արդեն փաստորեն Իրանի տարածքից Իսրայելի օգտագործումներ։ Ռազմական տեսաբանները ասում են, որ 2015 թվականից արդեն նման այդպես տեսական մոտեցումներ մշակվել են եւ 15 թվականից 10 տարի հետո դրանք արդեն սկսեցին կիրառության։ Այս առումով նաեւ մենք անելիքներ ունենք, որովհետեւ վերջի օրերի լայնածավալ ձերբակալությունների Իրանում լրտեսների մոտորապես 3000 լրտես է ձերբակալվել այս վերջի օրերին։ Բնականաբար գուցե հետագայում պարզու դրանց մի մասը լրտես չի, բայց ամեն դեպքում 3000-ը կամ 4000-ը դրանք են օպտիմալ թիվն էին, որ Իսրայելը պետք է ունենար Իրանի տարածքում տեսակ գործունեություն ծավալելու համար։ Ռազմական փորձագետներն են այդպես կարծիք հայտնում եւ մի մասը մի քանի այդպես լրտեսների մի քանի բան կա, մեկը դրանք էմիգրանտներն են, այսինքն ռելոկանտներ, այդպես ասած, որոնք աշխատանքային միգրանտներ են, հիմնականում Աֆղանստանից եկած, մի մասը սեպարատիստական ուժեր եւ մի մասն էլ ինչ-որ ներքին անդիմությունն է, բանի կառավարման համակարգի նկատմամբ անդիմություն ունեցող մարդկանց քանակն է մի մասն էլ։ Այս առումով մենք հատկապես խոցելի ենք, որ Հայաստանում հաստատված ռելոկանտների կամ աշխատանքային միգրանտները կարծեք թե մեր մարմինների օպերատիվ դիտարկումից դուրս են։ Շատ դեպքերում նրանք պարզապես այդքան հմտություն չունեն, կարողություն չունեն, որ դրանք կարողանան դիտարկման ենթարկել ոչ մասնագիտական առումով եւ ոչ այլ առումներով, բայց գոնե այդ առումով պետք է սկսեն մտածել, որտեղ մեր աչքի առաջ այդ փորձը կա։ Երկրորդը Իրանի, այդպես ասած, զինամթերքի կամ բանակի կազմակերպման տեսանկյունից որպես այդ բանն էլ դա էլ կարող է մեզ համար օրինակելի դառնա, այն առումով, որ ըստ էության մենք գործ ունենք Իրանում երկու բանակի հետ, պրոֆեսիոնալ բանակ, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, եւ այդպես սովորական զորակոչային բանակ։ Իդեպ այն բոլոր ուժերը, որը կա բանակում, ասենք Իրանը ունի ռազմաօդային ուժեր, ռազմածովային ուժեր եւ ցամաքային։ Այդ բոլոր ստերոբաժանումները, որ կան բանակի կազմում, նույնությամբ կան նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս։ Կարծեք թե բառը շատ ստացվում է կրկնվում են այդ ստորաբաժանումները։ Ստացվում է երկու բանակ, ըստ էության երկու բանակ, երկու Ինչքանով է դա արդարացված։ Ես ամբողջությամբ չեմ կարող հասկանամ իր տրամաբանությունը, որ այդ մշակողները ինչից ելնելով են արել, բայց կարամ ասեմ պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, ոչ թե ոչ պրոֆեսիոնալ, սովորական եւ պրոֆեսիոնալ բանակ, որովհետեւ պահապանների կորպուսի զինծառայողների մի մաս նրանք նաեւ փոքր տարիքից մսկիթում դաստիարակություն ստացած, ավելի մոտիվացված, այսպես ասած, հոգեոր գաղափարախոսության բանը ունեն բազիսը։ Այս դեպքում ավելի մոտիվացված զինվորներ են, գաղափարական զինվորներ, ոչ թե պարզ զորակոչայիններ են, եւ բնականաբար այնտեղ նաեւ ավելի մեծ աշխատավարձներով եւ այլն։ Կարծես այսպես ասեմ, այդ կորպուսը կարծեք թե այդ ազգի ողնաշարն չէ, որ ազգի մեջ ինչ որ մի հատված ավելի էլիտար չէ, այդ պահապանների կորպուսը բավական լայն շերտ է եւ կազմում է այդ ազգի ողնաշարը էլիտան։ Ստացվում է, ինչպես դուք ասացիք, մեր պատշաճ մարմինները այդքան էլ լուրջ չեն վերաբերվում նոր պատերազմների այդ վտանգներին, նկատեմ նույն ռելոկանտների կամ աշխատուժի արտերկրից եկած աշխատուժի նկատմամբ եւ
բացի այն, որ չկան փորձագետները եւ հմտությունները, նաեւ լուրջ չեն վերաբերում այդ հարցին, չեն տեսնում վտանգ։ Ճիշտն ասած, տեսնելով ուրիշ բնակավարներում պատկան մարմինների ոչ պրոֆեսիոնալիզմը, կարծում եմ այդ բնակավարում են իրանք առանձնապես մեծ պրոֆեսիոնալիզմ պետքա չդրսևորվեն։ Դա իմ համար տեսանելի չի, որտեղ դա ոնց որ չերևացող ճակատն է։ Ես պարզապես ստեղ ուզում եի ասեի, ինչ դասեր կարանք քաղենք։ Մենք ոչ թե արդեն անցած պարտությունից պիտի դասեր քաղենք, այլ ուրիշի փորձից պիտի դասեր քաղենք։ Ինչպես ասում են, պատրաստվում են անցյալ պատերազմի։ Այո։ Հիմա ասենք մեր բան ասած, պատկերավոր ասած, մեր հակաօդային բաները դրված են այն հաշվարկով, որ պետքա թռչող սարքը գա Նախիջևանից կամ չգիտեմ Սյունիքի մարզի հարևան այլ տեղից կամ Ղազախի շրջանից, բայց արդյոք միայն այդտեղից կարող են գալ։ Դրանք ոնց որ հարցեր են, որ պետքա իրանց տան եւ լուծումներ գտնել։ Ես չեմ ուզում, որ մենք նաեւ ընկնենք այդպես հավելյալ կասկածամտության մեջ յուրաքանչյուր աշխատանքային էմիգրանտի հետևում տեսնենք, ասենք, պոտենցիալ ահաբեկիչ կամ լրտես, բայց արժի այդ ուղղությամբ ուշադրություն դարձնել։ Բարի։ Իսկ ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ այս պատերազմը զինադադարի։ Դե այն առումով, որ տարածաշրջանը եթե հայտնվում է կրակի մեջ ու մենք պատրաստ չենք լինում այդ կրակին դիմագրավելու, այդ կրակը կարող է մեզ էլ վերցնի, բայց մյուս կողմից դա նաև հնարավորությունների փուլ է։ Կարան լինեն վատ հետևանքներ եւ կարող են լինել պիսի հետևանքներ, որ ասենք կարող է Ադրբեջան պետությունն էլ հայտնվի այդ տեսակ հարվածների տակ, անկախ մեր կամքից եւ դրանից ոնց որ շահող դուրս գանք։ Ադրբեջանը մտել է խաղի մեջ։ Հիմա այդ խաղից ոնց դուրս կգա, այդ պարզ չի, բայց արդեն ակնհայտ է, որ Իսրայելը Ադրբեջանը օգտագործում է որպես Իրանի դեմ հարձակման հարթակ եւ իրանցիների համար դա պարզ է։ Հիմա ինչպեսի հակահարված կտան իրանական համապատասխան ուժերը, դա ժամանակը ցույց կտա։ Իրանք, ինչպես ասում, իրանք այդ մենտալիտետի մեջ կա չշտապելու այդպես մոտեցումը, հա, մեկ կմտածեն, երկու կմտածեն, երեք եւ մեկ էլ կարող այնպես հարվածեն, որ չէին է պատկերացնում։ Անսպասելի։ Իսկ ինչ տրամադրություններ կային քրդական համայնքում, որը ապրում է Իրանում, ինչպես են նրանք վերաբերվում այս զարգացումների։ Քրդական տարբեր այդպես կազմակերպություններ, ասենք Իրաքում գտնվող դեմոկրատական ուժերը եւ Քրդստանի հայրենասիրական միությունը եւ այն ուժերը, որոնք կարանք համարենք օջալանական, իրանք քննադատեցին Իսրայելի հարձակումը Իրանի վրա, այդ առաջի այդ որ հարձակումը եղավ հունիսի 13-ին, իսկ արդեն Իրանի ներսում շատ տարիներ կիսալեգալ գործող կամ ոչ լեգալ գործող մի քանի քրդական իրական 4-ն էին, դա էլ վկայում, որ շատ միաբան չեն, հայտարարեցին, որ սկսվել է մեր ժամը, մենք պետքա հակահարձակման անցնենք, մասնավորապես Քրդստանի ազատագրման կազմակերպությունը եւ Քրդստանի ազատ կյանքի կուսակցությունը այդ տեսակ հայտարարություններով հանդես եկան եւ մի քանի այդպես գովազդային բաներ տեսահոլովակները շրջանառեցին, սակայն երևա որ որևէ լուրջ դրսևորում չեղավ։ Ամեն դեպքում թերևս եթե պատերազմը երկար շարունակվեր եւ ակնհայտ չլներ, այսինքն ակնհայտ չլներ, որ Իրանը կարողանում է դիմագրավել, գուցե դա ավելի վատ հետևանքներ ունենար, բայց լուրջ դրսևորումներ չեղան, թեև հայտարարություններ եղան։ Իսկ ինչ է կարծում, այս ամենը այսքանով կավարտվի, թե մենք կարող ենք եւս մի նոր պատերազմական փուլի ականատես լինենք եւ ավելի մեծ
ուժով դա ավելի մեծ վնասներով լինի։ Դե այդ հարցը ձեր են, որ ասում են 1 միլիոնանոց հարց է, բայց ակնհայտ է, որ նոր աշխարհակարգի կազմավորման process-ը դեռ չի ավարտվել։ Հետեւաբար դա ընթացքի մեջ է եւ կունենա իր թե պատերազմական, թե ոչ պատերազմական դրսևորումները։ Ինչքան շուտ դա ավարտվի, այդքան ավելի, այդպես ասած, լավ։ Իհարկե նաև հարցել կա, թե մեր համար ինչպես դա կավարտվի, լավի մեծ առաջերտն էս դա է հետաքրքրը։ Այստեղ մի տեսակ նաև շատ բան կարծեք, թե ոնց որ ասում են նարդի պես, զառը ինչպես կտա։ Իհարկե խաղացողից էլ է կախված, բայց այնքան ֆակտորներ կան, որ անկախ մեր կամքից են տեղ ունենալու, որ դժվար է ասել, բայց եթե դու պատրաստ ես լինում, պատրաստ ինչ առումով ռազմական հակամարտությանը մասնակցելու առումով, պատրաստ ես լինում հասարակության հոգեբանական պատրաստվածության առումով, միակամության առումով, ապա ինչքան էլ փոթորիկները կան, ապա դրանից դու կարող ես օգուտ քաղել։ Ես չգիտեմ, բայց ասում են, որ Ամերիկայի հետախուզական ծառայության այդպես այդ շենքի պատին ինչ-որ գրված է, նո այդ քեզ կատակես լուրջ, որ այն բոլոր քամիները, որ գալիս են, դրանք բխում են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից, քանի որ ոնց որ մենք գիտենք այդ առագաստը կառավարելու ձևը, հա, դեռ աշխարհի եկող քամիները, եթե դու կարողանում ես քո առագաստը շեղել են ուղղությամբ, որ քամին քո նավը առաջ է տանում, ապա դրանից դու կարողանում ես շահել։ Իսկ եթե չգիտես առագաստ կառավարել, ապա քամին որ կողմից է գա, դա մենակի վնաս քեզ ունենալու, որտեղ չգիտես ոնց կառավարես այդ առագաստանը։ Դատելով իրավիճակից կարելի է եզրակացնել, որ երեք կողմն էլ, նկատի ունեմ Իրանը, Իսրայելը եւ ԱՄՆ-ն, կարողացան իրենց դեմքները պահել։ Ամենեկ իր հասարակության եւ հանրության շրջանակում կարողացան ասել, որ մենք ենք հաղթողը, դուրս եկեք այս ամենից։ Տրամպը իր շահերը ունի, իր գործընթացները, որ ինքը դեռ էլ արժևում է, Իրանը, Իսրայելը ամենեւը Իրան են փնտում։ Սակայն հիմա ով իրականում այդ հաղթեց այդ ամեն ինչից, երևա ճիշտ է ցույց կտա ժամանակը, դեռ հələ դեպքերը նոր են հանդարտվել, բայց դե շատ հավանական է, որ եւս եթե էլի կրկին իրար հետ լեզու չկարողանան գտնել, եւս բախվեն իրար։ Կարծում եմ, հա, ճիշտ եք ասում, որ յուրաքանչյուրը ձգտում է իրան հաղթող ցույց տա, բնականաբար դա հոգեբանական պատերազմի այդպես տեխնոլոգիաներից մեկն է, բայց եթե օբյեկտիվ լինենք, կարող եմ ասել, որ ամենաշատը հոգեբանական առումով, կերպարի առումով, համբավի կառավարման առումով ավելի շատ տուժած դուրս եկավ այս ամենից Նաթանյահուն։ Ինչով է դա բացատրում։ Դե առաջին հերթին, որ այդ միֆը, որ մենք ունենք երկաթե գմբեթ, որ Իսրայելի ժողովուրդը պաշտպանված է, առանց այդ էլ Նաթանյահուի այդպես համբավը Իսրայելում այդպես բարձր չէր եւ իրան դատական ակտերից փրկում է միայն շարունակական պատերազմը եւ հիմա գումարած դրան հսկայական ավերածություններ, հսկայական խնդիրներ, որը իրոք կազդի նրա համբավի վրա, որը կարող է նաև այնպիսի իրադարձություններ այնպես զարգանան, որ ներքին այդպես դժգոհությունների Իսրայելում բերի կառավարության փոփոխությամբ Նաթանյահուի հեռացման։ Եվ պարոն Զոհրաբյան, վերջին հարցս, դուք տեսնում եք որևէ նախադրյալ Իրանում վարչակազմի իշխանության այդ ներկա ռեժիմի փոփոխության վերաբերյալ։ Տեսեք, ես կարծում եմ, որ Իրանը ստեղծել է իր տրադիցիաներին համապատասխան կառավարման համակարգ, որը եվրոպական չի, բայց բավական ճկուն է
եւ կարելի ասել նույնիսկ ասենք ավելի առաջադեմներից առաջավոր Ասիայի երկրների մեջ, հա, այլ արծավ թե ինչ քարոզչական կլիշեներով են դրան վերաբերվում։ Ասենք Սաուդյան Արաբիայում կա միապետություն, բայց ոչ մեկ դրան ռեժիմ չի ասում։ Իրանում կա բազմաշերտ կառավարման հավաքարկ, իհարկե կա վերջում միանձնավորոշում կա, ասիկա ոչ թե միանձնավորոշում կայացնող, այլ որոշում կայացնող մի անհատ, անձինս հոգևոր առաջնորդի, բայց շատ դեպքերում այդ միայն հոգևոր առաջնորդը չի, որ այնտեղ նստում, մի հսկայական գրասենյակ աշխատում, մի հսկայական փորձագիտական համայնք աշխատում։ Իրանում տեղ ունեցող ընտրությունները կարելի է համարել նաև մրցակցային ընտրություններ, որտեղ կան այդպես պահպանողական, ազատական, բարեփոխական կողմնակիցներ, այս առումով իր կառավարման համակարգը համապատասխանա այդ ժողովրդի ընկալումներին, տեսակետներին։ Այսպես ասեմ, Իրանի հասարակության 10-15%-ը կարելի է համարել կրոնական, հա, ընդգծված կրոնական հակումներով մարդկանց ամբողջություն, մոտորապես այդքան կամ մի քիչ ավելի քիչ կարելի է համարել այն, որ հակակրոնական են տրամադրված, ընդգծված հակակրոնական են տրամադրված, 75-80%-ն էլ այդ դրա արանքում գտնվող ինչ-որ բան է։ Հիմա ակնհայտ է, որ չհաջողվեց հիմնական խնդիրը այդ 70-75%-ի վրա ազդելն է, որ դա պահանջի այդպես փոփոխություններ, բայց դա ոնց որ դեռ չի հաջողվում իրականացնել, թեև տարբեր փորձերին, որ փոխեն, չգիտեմ, ներքին այդպես շարժումներ հրահարելով, մենակ ինչ-որ տարիներ առաջ այդ գլխաշոր չկապելու համար այդ աղջիկը, որ զոհվեց ոստիկանական բաժանմունքում, ինչպեսի համաշխարհային բողոքի ալիք անցկացրեց Իրանի ներսում ավելի մեծ ալիք տեղի ունեցավ, հա, բայց ի վերջո եթե դուք հիմա շրջագայեք Իրանում, նրանք ովքեր որ եղել են մինչև այդ Իրանում ու հիմա են գնում, իրանք նկատում են, որ այդ գլխաշորների պահը թեթևացել է, այսինքն իշխանությունները թեև չեն հանել այդ որոշումը, որ պետքա գլխաշոր չկրին, բայց էլ այդպեսի խիստ բաներ չկա, պատիժներ չկա դրա համար։ Այսինքն կարողանում են ճկունություն ցուցաբերել, հասկանալ հանրային տրամադրությունները եւ գործել դրան համապատասխան, իհարկե առաջ քաշելով նաեւ իրանց օրակարգերը։ Պարոն Զոհրաբյան, իսկ հնարավոր չի, որ նույն ներկա վարչակազմի ներսից կան իշխանության մարդիկ, որը կողմնակից են Իրանի բարեփոխումների։ Այդ բարեփոխական թևը արդեն կա։ Բարբերաբար նրանք գալիս են իշխանության, օրինակի համար նախորդ նախագահ, ոչ այն նախագահը, որ ավիավթարի զոհ դարձավ, այլ դրանից առաջվա նախագահը Ռոհանին, հա, համարում էր բարեփոխական գործիչ։ Այդ բարեփոխական ասածը շատ հարաբերական է մեր պատկերացմամբ, ինքը էլի իսլամական է, բայց մի քիչ ուրիշ ավելի մեղմ է իր դիրքորոշումների մեջ համեմատած պահպանողականների։ Ավելի շատ կոմպրոմիսների ընդունակ։ Հա, ինչ որ ավելի հակված է դեպի ինչ որ կոմպրոմիսների, քան պահպանողականները։ Օրինակ այս բախման մեջ որ վեճ գնում էր, այդ պահպանողականների խոսնակներից մեկը ասում էր այսա, որ Ադրբեջանից բաներ եկան, հորթիրներ չէ, ԱԹՍ-ներ որ եկան, ինքը տենց տեսակետ էր հայտնում իրանց խոսնակներից մեկը, որ այս բարեփոխականների անողնաշարության արդյունքում է, որ մենք հիմա այդ կողմից ԱԹՍ-ներ են գալի, եթե մենք ավելի խիստ լինեինք այդ ուղղությամբ, նկատի ունի Ադրբեջանի ուղղությամբ, տեղից էլ չէին գալ այդ բաները, ԱԹՍ-ները։ Դա ինչ եմ ուզում ասեմ, որ այդ իրանց ներքին քննարկումների մեջ իրանք կարան որոշ հարցերով համաձայնեն, որոշ հարցերով չհամաձայնեն, բայց առանցքային հարցերի շուրջ տարբերություն չկա բարեփոխականների ու պահպանողականների շուրջ,
ոչ մեկ կասկածի տակ չի դնում այսպես ասած իսլամական արժեքները եւ երկրի պետական ղեկավարման կառավարման ձևը։ Հնարավոր է նաեւ մի քիչ ասենք փոխվի հոգեվոր առաջնորդի այսպես մի քիչ իրավունքները ավելի շատ ինքն էլ չէ փոխանցեց իր իրավունքների մի մասը այս պատերազմի օրերին խորհրդին իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի խորհրդին նույնիսկ տեղապահներ նշանակեց ոչ մի հատ այլ 3 հատ հնարավոր իր դերը մի քիչ նվազվի բայց ընդհանուր առմամբ իրանց պետական համակարգին դեռ ես չեմ տեսնում որ որևէ վտանգ սպառնա եթե իհարկե ռազմական պարտության չմատնեն ավելի մեծ ուժերի կողմից բայց այս դեպքում չեմ էլ տեսնում այն ուժը որը կարող է այդ գործը իրականացնել որովհետև Իրանի համար նաև հայտնվել են ավելի այդպես զոր եթե չասենք դաշնակիցներ գործընկերներ որոնց նույնպես ձեռնատու չի Իրանի կազմալուծում էլ չասած արդյոք դա ձեռնատու է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկա պայմաններում Շնորհակալություն պարոն Զոհրաբյան ձեր վերլուծությունների համար ինչպես կընթանան զարգացումները կետևենք հույսով եմ մյուս անգամ մենք կզրուցենք մեր վաղուց նախատեսված թեմայի վերաբերյալ այսօր այսքանը սիրելի հայրենակիցներ շնորհակալ եմ որ դիտում եք մեր հաղորդումները հույսով եմ որ նաև կհավանեք եւ կտարածեք մեր տեսանյութերը Հիշեցնեմ ձեզ, որ այսօր մեր հյուրն էր Արևելագետ պարոն Ապրես Զոհրաբյանը։ Շնորհակալ եմ, պարոն Զոհրաբյան։ Շնորհակալություն հավելիչի համար։ Հանդիպում, հույսով եմ դեպքերը ավելի դրական կլինեն Հայաստանի համար։ Ստեցյուն սիրելի հայրենակիցներ, միշտ նոր հանդիպում։